Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է հետաքրքիր թողարկում։ Առավել եւս ես սիրում եմ ինձ մոտ աղավարում հյուրընկալել բոլոր այն անհատներին, ովքեր որ համարվում են ինձ համար նոր սերունդ, եւ սիրում եմ նրանց համար նոր դռներ բացել եւ իհարկե ներկայացնել նրանց լավագույն աշխատանքները։ Դա մի փոքր ուշ։ Այսպես շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկային շրջապատում, հարազատների գրկում Աստծո օրհնությամբ։ Եվ հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Իդեպ ասեմ, տեսահոլովակի պրեմիերալ կազմակերպում ենք։ Իմ լավագույն տաղանդավոր ընկերները եղբայրները Արսեն եւ Ահրոն Ալչագյանները ուղարկել են ինձ նոր տեսահոլովակ։ Այսինքն նրանք պրեմիերան հայաստանյան կարգավիճակով, միայն վստահում են ինձ եւ իհարկե 21 TV-ին։ Այնպես որ հոբելյարների համար նոր տեսահոլովակ, իսկ դες համար երգում են տաղանդավոր եղբայրները Արսենը եւ Ահրոնը։ Tarayiriram, tararararayiriram, tarayiriram, tararararayiriram, tarayiriram, tararararayiriram, tarayiriram, tararararayiriram. Տես ինչքան մարդ է գալիս, ես սպասում եմ իմ յարից, մեկին տեսա հարցերի, ասին տարել եմ Փարիզ, տես ինչքան մարդ է գալիս, ես սպասում եմ իմ յարից, մեկին տեսա հարցերի, ասին տարել են Փարիզ, տարել են յարից Փարիզ, ոնց դիմանամ ես հալից, միթե ինձ մոռացել է, գնացել է եւ չի գալիս, տարել են յարից Փարիզ, ոնց դիմանամ ես հալից, միթե ինձ մոռացել է, գնացել է եւ չի գալիս. Մայրե, խրատում էր հայրե, իմ դարդից տարան հերու, փոխել ես սննդավայրե, քեզ ասում էր մայրը, խրատում էր հայրե, իմ դարդից տարան հերու, փոխել ես սննդավայրը, արդեն ունեմ համարը, կամած մտա տամարը, հիմա ինձ սանգ է գալիս, յարո ջան քո մոտ եմ գալիս, արդեն ունեմ համարը, կամած մտա տամարը, հիմա ինձ սանգ է գալիս, յարո ջան Փարիզ եմ գալիս. Հիմա եկել եմ Փարիզ, որ տուն տանեմ իմ յարից, բերել եմ քեզ մատանի, տոմս եմ արել Երևանի, հիմա եկել եմ Փարիզ, որ տուն տանեմ իմ յարից, բերել եմ քեզ մատանի, տոմս եմ արել Երևանի, տարայիրիրամ, տարարարարայիրիրամ, տարայիրիրամ, տարարարարայիրիրամ, տարայիրիրամ, տարարարարայիրիրամ, տարայիրիրամ, տարարարարայիրիրամ. Դե ինչ սկսված է եւ ընթացքի մեջ է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը րոպե չեմ կորցնում, ուզում եմ ձեզ ներկայացնել իմ շատ սպասված տաղանդավոր ընկերոջ տեսահոլովակը եւ ասեմ, որ նա րոպեներ անց լինելու է ինձ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Քանի անքուն գիշեր քեզ եմ երազել Ինչու այդ քո սիրո մասին երբեք չես խոսել Միթե զուր էր իմ սպասելը, թե դժվար էր սեր ասելը Ես այդպես էլ դա չեմ հասկացել Միթե զուր էր իմ սպասելը, թե դժվար էր սեր ասելը Ես այդպես էլ դա չեմ հասկացել Քեզ տեսել եմ երազում ու պահել եմ իմ սրտում Սպասելով, որ մի օր կգաս
ինձ մի լուր, որտեղ գտնեմ այդ աղջկա Ինչ ես արել, որ քեզ եմ սիրել Ինչ ես արել, որ չեմ կարող առանց քեզ ապրել Դարձել ես իմ ջուրն ու օդը, առանց քեզ իմ առավոտը Չի լուսանում խավարի կարծես Դարձել ես իմ ջուրն ու օդը, առանց քեզ իմ առավոտը Չի լուսանում խավարի կարծես Քեզ տեսել եմ երազում ու պահել եմ իմ սրտում Սպասելով, որ մի օր կգաս Փնտրել եմ քեզ ամեն օր, գոնե ասեք ինձ մի լուր Որտեղ գտնեմ այդ աղջկա Քեզ տեսել եմ երազում ու պահել եմ իմ սրտում Սպասելով, որ մի օր կգաս Փնտրել եմ քեզ ամեն օր, գոնե ասեք ինձ մի լուր Որտեղ գտնեմ այդ աղջկա Քեզ տեսել եմ երազում ու պահել եմ իմ սրտում Սպասելով, որ մի օր կգաս Փնտրել եմ քեզ ամեն օր, գոնե ասեք ինձ մի լուր Որտեղ գտնեմ այդ աղջկա Փնտրել եմ քեզ ամեն օր, գոնե ասեք ինձ մի լուր Որտեղ գտնեմ այդ աղջկա Ես վստահ եմ, որ հենց հիմա իմ ընկերներից առավել ևս շատ-շատերը մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ շատերն էլ ասում են մենք կզարմանանք, որ Հակոբովնան օրինակ նրան չհրավիրեր տաղավար։ Այո, քանի որ առաջինն ենք եւ պետք է ներկայացնենք նրա նոր աշխատանքը։ Իսկ ինձ մոտ տաղավարում է դուք արդեն հասկացաք։ Տաղանդավոր երիտասարդ երգիչ Նորո Հեբոյանը։ Նոր ջան, ողջույն։ Ողջույն Զինջան։ Ոնց ես Նոր ջան։ Լավ, շնորհակալ եմ, դու ոնց ես։ Լավ Նոր ջան, ես ուզում մի քիչ հետ գնանք նոր գանք սկզբին, հա։ Իդեպ հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ նոր սերնդի հետ փաստորեն պաշտում եմ աշխատել։ Եվ եթե դուք իմ Instagram-յան էջին հետևում եք, ինձ թվում է բազմիցս տեսել եք, որ առավելևս Թորիների բաժնում ես միշտ ներկայացնում եմ Նորոին եւ Evan Band-ին, որոնք բավականին խոյտառակ տաղանդավոր են եւ կարողանում են օրինակ մի ամբողջ առիթ վերցնել իրենց ուսերի վրա եւ իհարկե ապահովեն որակյալ երաժշտություն։ Դե Նորոն էլ արդեն հասկացաք երգում է ինչպես որ նաև սիրում է Հակոբովնան։ Նոր ջան, դու հիմա փաստորեն այս սերնդի մեջ ես մտնում նոր, որ եւ փորձում ես քո նոր գործերը այն որ ասում անհատական աշխատանքներ ներկայացնել եւ նաեւ բենդի հետ աշխատել առիթներում։ Դու ինձ ասա, հիմա քեզ էլ է խանգարում օրինակ այն առօրյա աշխատանքը անձնականին, չգիտեմ, անհատական աշխատանքներին, ոնց է լինում։ Խանգարել որպես այդպեսին չի խանգարում աշխատանքը։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, Դե վաստակելը լավ բան է, հա։ Այն ինչը որ սիրով ես անում, այդ չի խանգարում, էլի, հաճույքով ես անում։ Առաջին երգս տեսահոլովակս գործիքավորումը երաժշտությունը արելա Պաշե Գրիգորյան, որը որ նոր լսեցինք։ Ընկերս։ Այո։ Գիտարը նվագել է Վարդանը Եգորյան, ջութակը Արսեն Ասլանյան։ Տեսահոլովակը նկարահանել են GT Friends Production-ը, մեր տաղանդավոր ընկերները Տիգրան Սաղաթելյանի գլխավորությամբ։ Լավ։ Նոր երգս նվեր է ինձ հարազատ մարդու կողմից։ Գործիքավորումը արել է էլի մեր լավ ընկեր Սևակը Հակոբյան, դհոլը նվագել է մեր տաղանդավոր Ռազը Սարգսյան, միքսը արել է Կարենը Զաքարյան, տեսահոլովակն էլ էլի նկարել են մեր GT Friends Production-ի ընկերները։ Մենք եկի առաջինն ենք ցույց տալիս։ Անպայման։ Առիթից օգտվելով շնորհակալությունս հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լոման ունեցան այս պրոյեկտում։
Ինձ թվում է ստացանք այն ինչ որ ուզում էինք ստանանք ու իմ կարծիքով բոլորի կողմից կսիրվի երգը։ Շատ լավ։ Տեսահոլովակը ընդամենը մի քանի րոպեներից կներկայացնենք պրեմիերան, մեկ հարցից հետո Նոր ես հասկացել եմ, որ դու այն նաև երգիչներից ես, որ սիրում ես քո տեսահոլովակները, չգիտեմ, այդ ամեն ինչը երաժիշտ ընկերները լինում են քո կողքին։ Ցանկացած աշխատանք ավելի լավն է դառնում, երբ խմբային է լինում։ Որ ասում եմ թիմով ավելի լավ ենք։ Ես համաձայն եմ քեզ հետ։ Ավելի լավ է լինում։ Շատ լավ, որովհետև շատ դեպքերում իսկապես թիմը բավականին մեծ գործ անում, բայց չգիտես ինչի։ Ու ամենակարևորը ճիշտ ընտրված թիմը էլի։ Ապրես։ Դե մնացածն էլ վայելում ենք միասին, այնպես որ 21 TV եթերում տոնը շնորհավոր Ջինետ նախագծի շրջանակներում տեսահոլովակի պրեմիերա վայելում ենք, վերադառնում ենք տաղավար։
Դե ինչ տեսահոլովակի պրեմիերա տեղի ունեցավ 21 TV եթերում Նորահեբոյան էր երգում, իսկ նա ինձ մոտ տաղավարում է, դուք արդեն հասկացաք, որ կարող եք նաև նրա YouTube-յան ալիքում էլ այս հաճելի տեսահոլովակը գտնել, իսկ ես շնորհավոր եմ իմ ընկերոջը։ Շնորհակալ եմ Զին ջան։ Նոր ջան, տեսահոլովակի նկարման process-ին ինչ որ չափով հետևում եմ նաև ես դե բնականաբար Instagram-ում քո էջում։ Նոր այդ օրը բավականին ցուրտ էր ու անձրև էր։ Այդ դուք ոնց եք հասցնում այդ արևը գտնում եք, թե ձեր կողմերը արև էր։ Ես հիշում եմ, որ Դե մեր բախտից էլի Աստծո օրհնությամբ նկարեցինք տեսահոլովակը։ Կատեն, բայց տենց թեմա կար, չէ՞, որտեվ ես հիշում եմ շփվում էի կողքս ոնց որ իմ աղջիկներ ասում էի, տեսնես երեխեք ինչի խանգարում, այս եղանակը փաստորեն հասցրել եք։ Նորը, եթե խոսում ենք բացի այն, որ տեսահոլովակի արդեն վստահ եմ մի քանի օր հետո կհասկանաս ինչքանով է աշխատել եւ այսպես այնպես, երգը դու արդեն երգում ես օրինակ առիթների ժամանակ։ Ճիշտն ասած դեռ չեմ հասցրել երգեմ, դուք առաջիններից եք էլի որ կլսեք երգը։ Բայց ինձ թվում է բոլորի կողմից կսիրվի երգը։ Չգիտեմ ինչի թվում է այդ ավելի շատ հենց առիթատերերի համար էս լավ գործը, որովհետև առիթատերերը սիրում են հետևել ձեր աշխատանքներին ու ասում են օրինակ, չգիտեմ, այդտեղ տորթի կտրում է, առաջ տանգո է, այսպես այնպես, միշտ ընտրում են լավագույնը եւ որը որ թարմ, այնպես որ հատուկ ձեզ համար նոր երգել ունենք, կարող են ընտրել, իսկ քանի որ մեր ծրագիրը նաև հյուրընկալում է այն մարդկանց, ովքեր որ պետք է առիթների հետ նաև կապ ունենան, նոր ջան, ու երգիչ, երաժիշտ, վարող այսպես այնպես, դու ամենամեծ անմիջական կապն ունես բնականաբար հենց այս թեմայի հետ։ Նոր քեզ հաճելի է, երբ որ դու բենդի հետ ես աշխատում, թե ավելի հեշտ է լինում, երբ որ մենակ գնում ես, ոնց է լինում եւ ընդհանրապես ինչպես ես գնում առիթներում երգելու։ Ես սիրում եմ բենդի հետ աշխատել, բենդի հետ ավելի լավ ես էլի կարողանում արտահայտես այն ինչ զգում ես այդ պահին։ Ու լինում է որ DJ-ների հետ էլ աշխատում եմ, մինուսով երգում եմ, բայց հիմնականում բենդերի հետ եմ աշխատում, կարելի ասել բոլորի հետ էլ աշխատում եմ։ Ու հիմնականում համագործակցում եմ Evan բենդի հետ։ Հա, դե այն որ մի հատ հենց զգում եք, ասենք, ինչ տրամադրություն ունի բարող ժողովուրդը, վերջերս ես հասկացա դու էլ ես նավակ սերնդի պես մի հատ նայում ես, գլխով անում ես ու մի անգամից երգը կարող եք փոխել, չէ՞, այսինքն ծրագիրը կարող է շարունակվել։ Դա ժողովրդին նայելով արդեն հասկանում ենք էլի ինչա պետք է երգել, ինչ պետք չի երգել։ Շատ լավ, կիս այդ գործ կա, սկսել ես, ինչ ես անում, ինչ ես պատրաստում ապագայում ցույց տալ ներկայացնել։ Ապագայում կան լավ ծրագրեր, մոտ ապագայում կլինեն նոր երգեր։ Սկսել ես հոլովակներ, հա, այս տարի շատ եմ աշխատելու որոշել եմ։ Ապրի մեր տղեն։ Նոր իսկ դուետ։ Դուետի մասին չեմ մտածել։ Մտածի էլի։ Կմտածեմ, բայց առայժմ պլաններում չկա էլի։ Ես կուզեմ դու զանգես մի օր ասեցին, իդեպ մտածել եմ ու կա մի դուետ, չգիտեմ, ես ուզում եմ, բայց եթե անկեղծ չեմ ուզում, որ այդ նորից ռոմանտիկ դանդաղ, օտրված սեր, նոր գտանք, այդ թեման չեմ ուզում, ես շատ ցանկալի կներ իմ համար քեզ տեսնել, օրինակ, ավելի աշխուժ, ավելի պարային, հա, ռուբա ոճը, որ ես սիրում եմ նաև, եւ բնականաբար գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, մտածել նոր։ Կա առաջիկայում պլանների մեջ քո նշած ժանրի մեջ գործ ունենք։ Դուետի մասին, բայց դեռ չեմ մտածել, էլի։ Լավ, ընթացքում կլինի տարին մեր ձեմնա դեռ, հա։ Կլինի, բայց տվյալ պահին դեռ չկա, էլի պլաններումս։ Շատ լավ։ Նոր հիմա անցնենք մեր ֆորմատին։ Ես ծրագրի ավարտին ընդհանրապես ամփոփելու ընթացքում նաև ուզում եմ իմանալ դուք գնում եք բոլորի օրետոն եք դարձնում, իսկ դուք ինչպիսին եք որպես հոբելյարներ։ Ես տեսակներ ասեմ դու ընտրի։ Երգիչ, ով ամիսներ առաջ կազմակերպում է ծննդյան օրը, երգիչ, ով չի սիրում մեկուսանում է, այդ օրը մի տեսակ նեղվում է, եւ երգիչ, որ տուն, տեղ, կոլեկտիվ, ընկերներ, ոնց է չլինի մի բան կկազմակերպենք, որն է քոնը։ Ճիշտն ասած, բացի ծնունդի արարողությունից, առհասարակ, ես սիրում եմ пассив հանգիստ։ Հա։ Ու երևի դրանից է գալիս, որ ծննդյանս տոնն էլ սիրում եմ ընտանեկան պայմաններում ընտանիքի հետ։ Այդպես ավելի հարազատ, ավելի ջերմ, ավելի տաք անցնում ամեն ինչ, այն ավելորդ լարվածությունը չի լինում։ Ոնց հայտում էր իմ համար։ Կենտրոնում այդպես
Հա, չես սիրում ուշադրություն։ Չես կարում էլի լիարժեք օրը թվահել ես ոնց որ անընդհատ խառը դու կազմակերպչական հարցերով ամեն ինչը դու լինես։ Հա, ես էլ եմ, որ տեսնես հաց կերավ նորմալ քեֆան, մեն մեկ ինչի ատխուր, տենց որ ուշադրությունը ես քեզ հետ համաձայն եմ։ Բայց այսքանից հետո ես պետք է բնականաբար հերթական անգամ եկերոջս շնորհավորեմ։ Շնորհակալ եմ, որ առաջինը բնականաբար վստահեցիր Հակոբովնային եւ որպես քեզ արդեն ավակ ընկեր պահանջում եմ, որպեսզի յուրաքանչյուր նոր գործ առաջինը լինի մեր ծրագրի շրջանակներում։ Անպայման Զինջան։ Եվ օրվա հոբելյարներին խնդրում եմ նոր ջան, տեսախցիկ քոնա շնորհավորիր։ Շնորհավորում եմ մեր բոլոր հոբելյարներին, ցանկանում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, ամենայն բարիք։ Մեր ազգին էլ խաղաղություն։ Այո, նոր ջան, իմ ծրագրի ֆորմատը ինչքան վստահ եմ արդեն շատ-շատերը գիտեն, եթե առաջ տենց մի քիչ անակնկալի են գալի, մա չեմ կարողանում։ Ծրագրի ավարտին ես խնդրում եմ, որպեսզի իմ ընկերները օրվա հոբելյարների համար բնականաբար երգեն։ Դու պատրաստ ես, չէ՞, երգելու։ Սիրով Զինջան։ Էնպես որ ավելի մոտ եք նստում, ձայն եք բարձրացնում, որովհետև հատուկ ձեզ համար երգում եմ տաղանդավոր ընկեր Նորո Հեբոյանը։
ձեզ չէ Բայց չի լինում առանց քեզ շնչել Սիրտս ուզես կտամ սեր որ դու ներշնչես Բայց դու խոստուր կյանքում ձեռքս բաց չթողնես Արևոտ կարևել սերտերը մեր կխաչվեն ուր լինենք Մայրամուտից մի հետ սրտերը մեր կկանչի որ գտնենք Սիրո ճամփանուր մենք մի օր անպայման պիտի հանդիպենք Պիտի սիրով ապրենք սերը մեր տարածենք արևմուտքից մինչև արևելք Պիտի սիրով ապրենք սերը մեր տարածենք արևմուտքից մինչև արևելք Երկս ունի կապ հենց իմ սրտի հետ Ներսս տեղատարապ է սիրո գետ Սերս չունի չափ ու թող այսուհետ Հետքս բերի քեզ ափին ճամփով Արևոտ կարևել սերտերը մեր կխաչվեն ուր լինենք Մայրամուտից մի հետ սրտերը մեր կկանչի որ գտնենք Սիրո ճամփանուր մենք մի օր անպայման պիտի հանդիպենք Պիտի սիրով ապրենք սերը մեր տարածենք արևմուտքից մինչև արևելք Պիտի սիրով ապրենք սերը մեր տարածենք արևմուտքից մինչև արևելք Արևմուտք արևելք սրտերը մեր կխաչվեն ուր լինենք Մայրամուտից մի հետ սրտերը մեր կկանչի